նպատակները, որ հետապնդում է քաղաքական ուժը, մեր համար բացարձակապես անընդհատ է։ Անկախ դրանից մենք համարում ենք, որ կատարվածը պետք է դատապարտվի, որովհետև ոտնձգություն է կատարվել տարական իրավունքների վրա, բոլորի վրա, որ խոսքը գնում է այն բռնությունը, որ իրականացվել է, դա բացարձակապես տեղին չէր եւ անհամաչափ է գործել ոստիկանությունը եւ կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բոլոր մանրամասնությունները ճշտվեն եւ դեմել չենք այդ բոլորը քննարկել նույն Ղարաբաղի իշխանությունների հետ միասին, բայց մյուս կողմից էլ ես իսկապես անընդունելի եմ համարում այդ նպատակը, որ հետապնդում է այդ քաղաքական ուժը, կապել քաղաքական պայքարը 100-ամյակի հետ։ Սա Հայաստանի դիրքերը ընդհանրապես, հայության դիրքերը թուլացնելու է։ Չգիտեմ ինչպես են իրենք մտածել, սա կապելու առումով, պարզապես կարծում եմ պետք է իրենք վերանային այդպիսի մոտեցումը, որտեղ սա միասնականության դրսևորում լինի, այլ ոչ թե պառակտումների դաշտ բացի եւ առավել եւս դա դրսևորվի։ Ես պատկերացնում եմ ինչպես թուրքերն ու ադրբեջանցիները դա կօգտագործեն։ Եվ երկրորդը բնական է իհարկե Ղարաբաղը վերջո այլ անկախ պետություն է եւ եթե ինչ-որ մի քաղաքական ուժ հայտարարում է, որ գալիս է տարածքում իրականացնում ինչ-որ քաղաքական ակցիաներ, ճիշտը կլիներ այն, որ ինչպես դա վայել է անկախ պետությանը, կանգնեցնեին սահմանի վրա, ասեին, որ մենք ձեզ թույլ չենք տալիս մտնել Ղարաբաղ, որովհետև դուք նպատակ ունեք քաղաքական գործունեություն իրականացնել, առանց մեր համաձայնությունը ունենալու։ Ցանկացած նորմալ անկախ պետություն այդպես կվարվի, որովհետև օրինակ եթե դուք դիմում եք վիզա եք ստանում, չէ՞, մարդիկ հարցնում են մոտիվները, ինչու եք գնում, ասենք եւ բացի դրանից իհարկե Ղարաբաղը պատերազմի մեջ գտնվող պետություն է եւ Հայաստանում եղող իրավիճակը քաղաքական պայքարը տանել Ղարաբաղ եւ այնտեղից սկսել նույնպես մեր համար անհասկանալի է։ Կարծես հատուկ ինչ-որ սադրանքների տրամաբանությամբ է այս ամեն ինչը։ Հայաստանի իրավապահները ըստ պետք է զբաղվեն։ Ղարաբաղի տարածքների Ղարաբաղի տարածքը Ղարաբաղի իրավապահները պետք է զբաղվեն եւ Ղարաբաղի ունեցության մեջ է։ Ինչպես մենք պահանջում ենք կապ չունի, հիմա նույնը Էրմյակովի մասին ասենք, այսինքն չկարելի նույն հարցը տարբեր տեսակետներից դա։ Ղարաբաղի իշխանությունների իրավունք ունեն պահանջել այդ 100-150 հոգուն տալ իրանց, որպեսզի իրանք ինչ-որ իրավապահություն իրականացնեն։ Չէ, իրենք որը չեն կարծում իրենք խախտում են արել։ Հայաստանի իշխանությունը։ Իրենք չեմ հենց այդ ամբողջ հարցը, որ համաչափ չի եղել բռնությունը, որը գործադրվել է։ Այստեղ ավելի շատ տուժող է այս մասը։ Ես ասում եմ, որ Ղարաբաղը կարող էր գործել հենց իր կարգավիճակին համապատասխան եւ սահմանի վրա բացատրել, որ այդ մուտքը իրենք չեն արտադրել։ Հայաստանի իշխանությունները դիմեն Ղարաբաղին ասելով, թե ինչու եք մեր քաղաքացիներին։ Ես կարծում եմ կարելի է դա լուծել իսկապես հենց այդ հարաբերությունների դաշտում եւ նորից եմ վերադառնում այդ խնդրին։ Երբ որ մենք ասում ենք, որ պետք չի ուխտը նստած կուզեք ուզման գալ, երբ որ ասում ենք կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, եւ այդ հարաբերությունները պետք է միջպետական մակարդակով կարգավորվի, դրա համար առաջ էին քաշել ռազմաքաղաքական դաշինքի տարբերակը, որ դա պայմանագրով հստակեցվի մեր իրավասությունները Հայաստան, Ղարաբաղ, իրար հետ համագործակցության դաշտը, պարզ դառնա ամեն մեկ իրավունքները եւ լիազորությունները։ Սա կատարված չի, սրանք իհարկե նաեւ ցույց են տալիս այն բացերը, որ մենք ունենք ընդհանրապես, եւ ճիշտ կլինի, որ քաղաքակիրթ ձևով այս հարցերը լուծվի համապատասխան ընկալման մեջ եւ միջազգային պրակտիկային համապատասխան, սա է։ Ինչ-ինչը կարծում ուժային կառույցները ամեն ինչ տնավարի արվում։ Ուժային կառույցները պետք է պատասխանատվության ենթարկեն, որևէ մեկը այնտեղ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պետք է բացահայտվի ամեն ինչ, ինչ որ կատարվել է եւ ըստ այդմ լինեն համապատասխան որոշումներ։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ վատ չի նաեւ այդ գաղափարը, որ մենք միասին իրար հետ քննարկենք, դա հիմա սա ինչ որ ասում ենք Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, բայց Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունների մակարդակը այնպիսին է, որ բնականաբար մենք կարող ենք իրար հետ համագործակցաբար այստեղից համատեղ լուծում գտնել, համատեղ ելք գտնել, որ ես կողմնակից եմ։ Այսքան խումբ գնա այնտեղ քննարկի։ Հիմա ինչ ձևով ձևաչափը կորոշվի, դա այլ հարց է, կարող է ոչ միայն միջխորհրդարանական լինել, միջկառավարական էլ, այստեղ հարցեր կան, որոնք գործադիրի հետ են կապված, այսինքն կարելի է ինչ-որ ձևաչափ որոշել, որտեղ այս խնդիրները վերջնական իրենց լուծումը ստանան։